Բարև ձեզ։ Այսօր հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը ստորագրել են համաձայնագիրը, որի տեքստը համաձայնեցնելու մասին պաշտոնապես ազդարարեցին օրերս։ Ստորագրման արարողությունը, եթե իհարկե դա կարելի է արարողություն անվանել, տեղի է ունեցել հեռավար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է փաստաթուղթը Եվրոպայում, ուր գտնվում է եւ ունենում մի քանի տարբեր հանդիպումներ այս օրերին, եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ստորագրությունն իրականացրել է Թեհրանում։ Էականն իհարկե այն չէ, թե ինչպես է տեղի ունեցել ստորագրման արարողությունը, այլ այն, թե ինչ է տեղի ունենալու համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքական գետնի վրա։ Արդյոք սա նշանակելու է Իրանի շուրջ հակամարտության կամ պատերազմի ավարտ, իսկապես կայունության եւ խաղաղության հաստատում Մերձավոր Արևելքում եւ շրջակա ռեգիոնում ընդհանրապես, թե սա պարզապես ժամանակավոր դադար է, ժամանակավոր խաղ, երբ կողմերը յուրաքանչյուրը իր հաշվարկից ելնելով փորձում է ժամանակ շահել վերադիրքավորվելու համար եւ իրականում որևէ մեկը չի հավատում, որ հնարավոր է այս համաձայնությամբ հասնել չափազանց բարդ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման։ Համենայն դեպս պետք է արձանագրել, որ գոնե միջազգային ասպարեզում համաձայնագրի վերաբերյալ կասկածները եւ թերահավատությունը շատ ավելին են, քան վստահությունը, որ այն աշխատելու է եւ բերելու է երկարատև խաղաղության։ Այս առնչությամբ իհարկե առանցքային հարցեր կան նաև հենց Հայաստանի դիրքից եւ բնականաբար ամենից էականը այն, թե Իրան-ամերիկյան համաձայնությունը ինչպիսի ազդեցություն կունենա Թրամփի ուղու ծրագրի վրա։ Առհասարակ Իրանի շուրջ կայունությունը Հայաստանի համար մեղմ ասած կենսական կարևորություն է եւ այստեղ նույնիսկ խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Միևնույն ժամանակ կա Թրամփի ուղու ծրագիրը, որը ներկայումս երևի թե ամենաբնորոշ եւ ամենազգայուն հանգամանքն է, եթե խոսում ենք առհասարակ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ այս հարցում Միացյալ Նահանգների դերակատարումից։ Թրամփի ուղու ծրագրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հայտնի է եւ հիշեցնեմ, այն հնչեց բավականին կոշտ 2025 թվականի դեկտեմբերին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը նշել էր, որ Իրանի համար Թրամփի ուղին Զանգեզուրյան միջանցքն է, ոչ մի տարբերություն չկա եւ Իրանը կտրականապես դեմ է այդ ծրագրի իրականացմանը։ Դրանից հետո արդեն 2026 թվականի հունվարին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները արտգործնախարարների մակարդակով հրապարակեցին համատեղ հայտարարություն, որում ներկայացնում էին Թրամփի ուղու ծրագրի սկզբունքները եւ այդ հայտարարությունն ուներ մի բովանդակություն, որն ավելի շուտ վկայում էր Իրանի մտահոգության հիմնավորվածությունը, քան հակառակը։ 2026 թվականի փետրվարին ռեգիոն այցելեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը Հայաստան, հետո Ադրբեջան, եւ այդ այցի առանցքային թեմաներից մեկը բնականաբար դարձյալ Թրամփի ուղին էր։ Ընդ որում ուշադրության արժանի է այն, որ դրա վերաբերյալ ավելի շատ եւ ավելի առարկայորեն Վենսը խոսեց Ադրբեջանում, քան օրինակ այցի հայաստանյան բաժնում։ Սա թերևս վկայեց այն հանգամանքը, որ իրականում գործնական գետնի վրա Թրամփի ուղու հարցում Միացյալ Նահանգների գործընկերը ավելի շուտ Ադրբեջանն է, քան Հայաստանը եւ Հայաստանն այստեղ ընդամենը մասնակից կողմ է այնքանով, որքանով տարածք է տրամադրում ամերիկա-ադրբեջանական ավելի առարկայական եւ ընդգրկուն համաձայնությունների համար։ Սա կարծես թե ավելի հաստատվեց արդեն մայիսին, երբ Հայաստանի նախընտրական շրջանում կարճատև, այսպես ասած, օդանավակայանային այցով Երևան ժամանեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հնդկաստանից վերադարձի ճանապարհին նա մոտ 40 րոպե եղավ Զվարթնոց օդանավակայանում, որտեղ հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ եւ նախաստորագրեց Թրամփի ուղու վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հիշեցնեմ, սա մայիսի 26-ին էր Հայաստանի խորհրդարանի ընտրության նախընտրական պաշտոնական նախընտրական շրջանի, այսպես ասենք, ամենաթեժ փուլում։ Սա դիտարկվում էր որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանին, բայց մեղմ ասած հարց է, թե որքանով էր Ռուբիոն մտահոգ եւ ընդհանրապես ամերիկյան վարչակազմը մտահոգ այդ աջակցությունն այսպես օդանավակայանային այցով արտահայտելու։ Այդ այցը եւ հետագա իրադարձությունները ավելի շուտ վկայեցին այն մասին, որ նահանգներն ունեին բոլորովին այլ մտահոգություն։ Եվ դա ամենևին այն չէր, որ
փորձում էին հապճեպորեն ինչ-որ բաներ ստորագրել, քանի դեռ Հայաստանում խորհրդարանի ընտրության արդյունքում չի փոխվել իրավիճակ եւ իշխանություն։ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը թերևս նոր լույս է գցում Ռուբիոյի հայաստանյան այցի եւ Թրամփի ուղու ծրագրի շուրջ այդ շրջանակային համաձայնագրի նախաստորագրման, հետո ստորագրման գործողություններում այդ հապճեպության վրա։ Եվ տպավորություն է, որ նահանգներին ավելի շատ հուզում էր ոչ թե այն, որ իրավիճակ կարող է փոխվել Հայաստանի խորհրդարանի ընտրությամբ, այլ այդ շտապողական նախաստորագրումը եւ ստորագրումը ավելի շատ պայմանավորված էր Իրանի հետ այդ բանակցային գործընթացով եւ համաձայնագրի սպասվող համաձայնությամբ։ Բայց ուշագրավ էր ինքնին Թրամփի ուղու շուրջ այդ ծավալումները, Ռուբիոյի այցը եւ հետագա զարգացումները։ Հիշեցնեմ, մայիսի 26-ին օդանավակայանում նախաստորագրվեց շրջանակային համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ ամրագրվում է բովանդակությունը։ Նախաստորագրումը որևէ իրավական ուժ չունի կիրառելիության իմաստով, բայց ամրագրում է, որ բովանդակությունն այլևս ենթակա չի լինի փոփոխության։ Ռուբիոյի այցից հետո, օդանավակայանային այցից հետո, նրա օգնականի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակություն է այցելում Ադրբեջան, այդ թվում նաև բիզնեսի ներկայացուցիչներով։ Հունիսի 1-ին Ռուբիոյի օգնականը Ադրբեջանում հայտարարում է $8 միլիարդ ներդրումային համաձայնությունների մասին։ Եվ նույն հունիսի 1-ին պարզվում է, որ Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում արդեն ստորագրում է Հայաստանի հետ Թրամփի ուղու վերաբերյալ այդ շրջանակային համաձայնագիրը, որը նախաստորագրել էր մայիսի 26-ին։ Եվ տարօրինակ է նաև այն, որ Հայաստանը այդ շրջանակային համաձայնագիրը ստորագրում է Ռուբիոյի ստորագրությունից 3 օր անց։ Երևանում դա անում է արտաքին գործերի նախարար Միրզոյանը։ Եվ այդ ժամանակ է պարզ դառնում, որ Ռուբիոն հունիսի 1-ին է ստորագրել, այսպես ասած, իր բաժին ստորագրության հանգամանքը։ Հարց է առաջանում, ինչու հունիսի 1-ին Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը ընդամենը 3 օր անց։ Միթե Հայաստանի եւ նահանգների միջև ժամերի տարբերությունը 3 օր է։ Իհարկե ոչ։ Գուցե մոռացել էին տեղեկացնել հայկական կողմին, որ պետք է ստորագրել, որ իրենք Ադրբեջանի հետ արդեն ձեռք են բերել անհրաժեշտ պայմանավորվածություններ եւ ստորագրել են TRIP նախագիծը։ Համենայն դեպս այդ հանգամանքը, որ նախաստորագրման եւ ստորագրման միջև Միացյալ Նահանգների պատվիրակությունը մեկնեց Ադրբեջան եւ կնքեց $8 միլիարդ համաձայնագիր, հերթական անգամ հուշում է, որ իրական գործընկերը այս ծրագրում նահանգների համար Ադրբեջանն է եւ ոչ թե Հայաստանը։ Հայաստանը միջոց է Ադրբեջանի հետ պայմանավորվելու համար։ Կրկնեմ, Միացյալ Նահանգների այս որոշակի հապճեպությունը Հայաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունից ընդամենը օրեր առաջ լուծել այս հարցը, նախաստորագրել, հետո ստորագրել շրջանակային համաձայնագիրը, գուցե պայմանավորված էր հենց Իրանի հետ բանակցային գործընթացով եւ դրանում համաձայնագրի հասունացմամբ։ Մեծ հաշվով այս համաձայնագիրը, Իրան-ամերիկյան համաձայնագիրը, դիտվում է որպես Իրանի դիվանագիտական հաղթանակ նահանգների նկատմամբ, նաև պատերազմում, այսպես ասենք, ասիմետրիկ հաղթանակ նահանգների նկատմամբ։ Իրանը դիմացավ, ընդունեց ծանր հարվածներ եւ դիմացավ, տեղափոխեց հակամարտությունը այլ դաշտ, համաշխարհային տնտեսության դաշտ, սկսեց խաղալ ժամանակի վրա եւ այդտեղ Թրամփը գործնականում հայտնվեց բավականին բարդ վիճակում, փնտրելով իրավիճակից ելքեր։ Եվ եթե նաև կարդում ենք համաձայնագիրը Իրանի հետ, մենք տեսնում ենք, որ այստեղ ավելի շատ ձեռքբերումներ ունի հենց իրանյան կողմը։ Սա է նաև իհարկե, որ առաջացնում է կասկածներն ու թերահավատությունը, թե արդյոք Միացյալ Նահանգները կմարսի այդպիսի համաձայնագիրը եւ արդյոք Իսրայելը նաև կմարսի եւ նահանգներին թույլ կտա թեկուզ այդպիսի զիջմամբ ինչ որ հարաբերություն հաստատել Իրանի հետ կամ կայունություն հաստատել Իրանի հետ։ Բոլոր դեպքերում, կրկնեմ, մեծ հավանականությամբ Թրամփի ուղու ծրագրի վերաբերյալ մայիսի վերջի եւ հունիսի սկզբի այդ ակտիվությունը, որ դրսևորեցին նահանգները, թերևս պայմանավորված էր հենց Իրանի գործընթացով։ Եվ այստեղ արժե հիշել Նիկոլ Փաշինյանի գնահատականը, որ նա հնչեցրեց դեռևս Իրանի դեմ պատերազմի օրերին, երբ նշում էր, որ Միացյալ Նահանգների համար Թրամփի ուղին
կարող է կորցնել կամ կորցրել է առաջնահերթությունը։ Փաշինյանը հենց կարծես թե օգտագործել էր կորցնում է առաջնահերթությունը ձևակերպումը։ Եվ այստեղ շատ տարօրինակ է, որ դրանից օրեր անց հայկական պետական լրատվական գործակալությունը Armenpress-ը հարցում էր ուղարկել Միացյալ Նահանգների պետքարտուղարություն հենց այդ առնչությամբ, արդյոք նահանգների համար ծրագիրը մնում է առաջնահերթ, եւ պետքարտուղարությունը տվել էր փաստորեն Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետին հակասող գնահատական, որ իրենց համար ծրագիրը շարունակում է լինել առաջնահերթություն։ Բայց այդ հայտարարության մեջ, այդ պատասխանի մեջ կար մեկ այլ առանցքային դրվագ։ Պետքարտուղարությունը նշել էր, թե նույնիսկ աշխատանք է կատարվում երրորդ կողմի հետ Թրամփի ուղու իրականացմանը ներգրավելու ուղղությամբ։ Մինչդեռ Երևանը հենց այդ օրերին եւ առհասարակ հայտարարում է, որ դա բացառապես երկկողմ ծրագիր է եւ երրորդ որևէ կողմ չպետք է լինի։ Բայց ինչպես նշեցի, հետագայում բավականին տեսանելի է դառնում, որ Ադրբեջանը առնվազն կարող է համարվել այդպիսի երրորդ կողմ, եթե չասենք, որ դե ֆակտո հենց երկրորդ կողմն է նահանգների համար։ Փաշինյանը մեկ այլ հայտարարություն արեց արդեն Իրանի հետ համաձայնության մասին ԱՄՆ-Իրան պաշտոնական հայտարարություններից հետո։ Նա հայտարարեց, որ այս համաձայնագիրը արդիական է դարձնում խաղաղության խաչմերուկ հայկական նախաձեռնությունը։ Ինչով է սա հետաքրքիր։ Փաշինյանը գործնականում մոռացել էր խաղաղության խաչմերուկի մասին 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Այդ մասին չէր խոսվում։ Այն դեպքում, երբ դրանից առաջ թե Նիկոլ Փաշինյանը, թե արտաքին գործերի նախարարը, թե հայկական բոլոր պաշտոնական պատվիրակությունները որևէ երկիր այցից օդանավակայանից սկսած բաժանում էին բուկլետները, որոնք ներկայացնում էին այդ խաղաղության խաչմերուկը։ Նաև Հայաստան եկող բոլոր միջազգային պատվիրակություններին հենց Երևանում, թերևս օդանավակայանից սկսած բաժանվում էին այդ բուկլետները։ Բայց օգոստոսի 8-ից հետո այդ թեման պաշտոնական Երևանի համար փակվեց։ Դրա մասին Երևանը մոռացավ, որ ուներ խաղաղության խաչմերուկ նախաձեռնություն, եւ Երևանը սկսեց, այսպես ասած, երթվել միայն Թրամփի ուղու անունով։ Ավելին, խաղաղության խաչմերուկը 2026 թվականի փետրվարին հեգնանքի արժանացավ Մյունխենի անվտանգության համաժողովում, երբ հայաստանցի իշխանամերձ փորձագետներից մեկը պանելային քննարկումների ժամանակ Իլհամ Ալիևին հիշեցրեց հայկական կողմի այդ նախաձեռնության մասին։ Ալիևը հայտարարեց, թե խաղաղության խաչմերուկ ինքը չգիտե, չի ճանաչում, այդ հարցերը Երևանը քննարկել է Բայդենի վարչակազմի հետ, բայց 2025 թվականից եկել է Թրամփի վարչակազմը եւ իրենք իրականություն են դարձնում Թրամփի ուղին։ Իսկ եթե հայկական կողմը խաղաղության խաչմերուկի մասին է մտածում, ապա թող սպասեն, երբ վերադառնա Բայդենը, թող քննարկեն նրա հետ խաղաղության խաչմերուկը։ Սա ակնհայտ հեգնանք էր, որին պաշտոնական Երևանը որևէ կերպ չարձագանքեց։ Ավելին, Ալիևը հենց այդ ժամանակ հայտարարեց, որ Թրամփի ուղին բացարձակապես չի ենթադրում շարունակություն դեպի երասխ, այլ Նախիջևանից դեպի Թուրքիա։ Սա էլ հնչեց ի պատասխան Երևանից եղած այն հայտարարության, որ արել էր այդ օրերին Նիկոլ Փաշինյանը, թե կան որոշ երկրներ, որոնք դժգոհ են, որ հայկական երկաթուղին ռուսական կառավարման իրավունքի տակ է, եւ այդ պատճառով է, որ չեն ուզում Թրամփի ուղին շարունակել Նախիջևանից դեպի երասխ։ Փաստորեն Ալիևի հայտարարությունն այն մասին էր, որ ոչ մի նշանակություն չունի հայկական երկաթուղին ով է կառավարում, որովհետև Թրամփի ուղին ինքնին չի ենթադրում շարունակություն դեպի երասխ։ Եվ սա նաև հասկանալի է, որովհետև թուրքերը կառուցում են Կարս Իգդիր Նախիջևան երկաթուղի եւ մի քանի միլիարդ ներդրումային ծրագիր չեն իրականացնի, չեն ծախսի, եթե կա որևէ հեռանկար, որ Նախիջևանից շարունակվի ուղին դեպի երասխ։ Ավելին, ծախսում են հենց դրա համար, որ ոչ մի կերպ համաձայն չեն, որպիսի Հայաստանը դառնա գործոն այդ ուղու շրջանակում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար դա թուրքական ծրագիր է, որը պարզապես Հայաստանի տարածքում իրականացվում է հայ-ամերիկյան կոնսորցիումի փաթեթավորումով, եւ Միացյալ Նահանգներն այստեղ իհարկե ստանում է
իր իրավունքները աշխարհաքաղաքական իր ռազմավարության եւ խնդիրների տեսանկյունից, որոնցից առանցքայիններից մեկը կարող է կապված լինել նաեւ Իրանի հետ եւ իհարկե ավելի գլոբալ առումով Չինաստանի, մասնավորապես նահանգները այդտեղ փաստացի ձեռք է բերում իրավունք Եվրոպա-Չինաստան առևտրային հնարավոր ճանապարհի վրա։ Իհարկե խնդիրները եւ շահերը նահանգների համար ունեն այլ շերտեր եւս։ Այսպիսով, Միացյալ Նահանգներ Իրան համաձայնությունից հետո կամ դրա մասին պաշտոնական ազդարարելուց հետո, որովհետև Փաշինյանի հայտարարությունը մինչև այսօր ստորագրման մասին տեղեկություններ, Հայաստանի վարչապետը հանկարծ հիշում է այն, ինչ մոռացել էր օգոստոսի 8-ից հետո եւ որևէ կերպ չէր հիշել անգամ, երբ Ալիևը փետրվարին Մյունխենում հեգնում էր այդ ծրագիրը՝ խաղաղության խաչմերուկ հայկական նախաձեռնություն։ Նկատենք, Փաշինյանը ոչ թե ոգևորություն եւ գոհունակություն է հայտնում, որ Իրան-ամերիկյան համաձայնությունը կնպաստի Թրամփի ուղու ծրագրի հնարավորինս արագ իրականացմանը եւ խաղաղության ամրապնդմանը եւ այլն, ինչի մասին խոսում էին ամիսներ շարունակ, այլ հիշում է հայկական ծրագիրը, հայկական նախաձեռնությունը, այն բուկլետները, որ բաժանում էին խաղաղության խաչմերուկ։ Սա պարզապես քարոզչական միավոր հավաքելու մի դրվագ է, օգտվելով առիթից եւ նկատի ունենալով այն, որ մեծ հաշվով պաշտոնական Երևանը արդեն շատ երկար ժամանակ բացի ըստ էության PR-ից կարծես թե զբաղված չէ որևէ լուրջ արտաքին քաղաքականությամբ։ Թե այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը խաղաղության խաչմերուկը հիշելը Թրամփի ուղու փոխարեն թերևս արտահայտում է մի թաքուն հույս, որ Միացյալ Նահանգներին պատերազմից բերելով համաձայնագրի դաշտ, Իրանը նաև կօգնի խուսափել Թրամփի ուղու կոնկրետ իրականացումից, որը կրկնեմ, չնայած փաթեթավորմանը, այլ բան չէ, քան Միացյալ Նահանգների անունով Ադրբեջանին տրվող տրանսպորտային միջանցք։ Համենայն դեպս այս հարցը կարծում եմ ունի գոյության իրավունք, հաշվի առնելով կրկնեմ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշեց խաղաղության խաչմերուկը օգոստոսի 8-ից հետո մոռացության մատնած լինելու պարագայում։ Բոլոր դեպքերում շատ կարևոր է հասկանալ Իրանի հետ Միացյալ Նահանգների համաձայնությունը ինչ տրամաբանությամբ կզարգանա։ Այստեղ կրկնեմ սցենարները կարող են լինել ամենատարբեր։ Եվ ավելին, գուցե հնչի բավականին չափազանցված, բայց Թրամփի ուղի ծրագիրը անգամ կարող է օգտագործվել որոշակի կոնֆիգուրացիայով այդ համաձայնությանը հարվածելու, այդ համաձայնությունը տորպեդահարելու համար։ Եվ այստեղ անկասկած է, որ ինչքան Ամերիկա-Իրանյան համաձայնագիրը տեսական իմաստով բավականին կարևոր ու ողջունելի է Հայաստանի համար, այդուհանդերձ գործնական առումով այն կարող է պարունակել ռիսկերի լրացուցիչ խմբաքանակ, մարտահրավերների լրացուցիչ խմբաքանակ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս process-ում, Ամերիկա-Իրանյան process-ում եւ Իրանի շուրջ արկա իրավիճակում դերակատարները բացարձակապես միայն Թրամփը եւ Իրանը չեն։ Ես չեմ էլ նշում Միացյալ Նահանգներ, որովհետև Թրամփը այսօր թերևս Միացյալ Նահանգներն էլ չէ։ Թրամփը այսօր նույնիսկ լուրջ խնդիրներ ունի հենց Միացյալ Նահանգներում, եւ Իրանի հետ այս համաձայնության գործընթացը նրա համար այդ խնդիրները լուծելու որոշակի միջոց է դիտվում։ Բայց այս ամենով հանդերձ կրկնեմ, հենց Թրամփի ուղի ծրագիրը, որը առերևույթ գոյություն չունի Իրան-ամերիկյան այս process-ում, բայց չի կարող իր էական տեղն ու նշանակությունը չունենալ բանակցային ամբողջ համատեքստում, կարող է դառնալ այս համաձայնությունը տորպեդահարելու միջոց այն խաղացողների համար, որոնք բացարձակապես շահագրգռված չեն Իրանի շուրջ կայունության հաստատմամբ։ Եվ Հայաստանի համար, կրկնեմ, այս ամենը կարող է լինել նոր մարտահրավեր։ Եվ ցավոք սրտի Հայաստանը այս նոր մարտահրավերին մոտենում է կամ այս նոր մարտահրավերի տեսականորեն նոր մարտահրավերի պայմաններում Հայաստանը գտնվում է
առավել թուլացած եւ խոցելի վիճակում, հաշվի առնելով այն, թե ինչպիսի վարքագիծ է դրսևորում պաշտոնական Երևանը խորհրդարանի ընտրության արդյունքի վերաբերյալ եւ դրանից հետո ներհայաստանյան միջավայրի առումով, մինչդեռ Հայաստանի կենսունակությունը էապես կախված է առաջին հերթին ներհայաստանյան միջավայրի կայունությամբ եւ հարաբերությունների, այսպես ասենք, բարեխառն, առնվազն բարեխառն միջավայրով։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը իր բացարձակ հաղթանակի մասին հայտարարելուց բացի փորձում է նաև բացարձակ ավտորիտար միջավայր ձևավորել Հայաստանում։ Այս հանգամանքը ոչ միայն չի կարող նպաստել հնարավոր մարտահրավերներին Հայաստանի կենսունակ դիմադրունակությանը, այլ հակառակը, եթե նույնիսկ Հայաստանը ունենա այստեղ հնարավորություններ, այս միջավայրը թույլ չի տա օգտագործել դրանք։